Ցերեկային ժամ, փոքր կենտրոն, կայանատեղի փնտրտուք։ Մեկ անգամ ես անցնում միևնույն փողոցով, երկրորդ, երրորդ, գուցե բախտդ բերի ու մեկը տեղ ազատի, մխրճվես։ Կարմիր գծերը մեքենան կայանելու համար մարդիկ հիմա շատ ավելի են վճարում, քան նախկինում, բայց դա իրավիճակը չի թեթևացնում։ Առաջ ասում է 35,000 բաժանորդ է, հիմա ընդամենը 9,000 բաժանորդ։ Այստեղ տեսնում ենք, որ մենք ուրեմն պայքարեցինք ու ստացվեց այդքան կարճատեցինք։ Ընկեր ջան, ընդամենը 9,000 հոգին է 160,000 դրամ վճարում։ Մնացածը ուղղակի կոպեկով երբ պետք է այդ ժամանակ եմ վճարում։ Ոնց որ ես, ոնց որ մնացածը։ Փոխարենը քաղաքում կայանատեղերի անբավարարության միտումն առիթ դարձավ, որպեսզի այլընտրանքային կայանատեղերը տնկանան։ Ստորգետնա կայանատեղիների գները մի 2-ից 3 անգամ բարձրացավ։ Այն ժամանակ թե ժամը 100 դրամ, 200 դրամ ենք վճարում, հիմա 400-ից 500 դրամ է դարձել։ Լուրեր կան, որ քաղաքի գլխավոր զարկերակ փողոցների որոշ հատվածներում կարող է արգելվել մեքենաների կայանումը, եւ մեծ հաշվով նման որոշումը կլինի պատճառաբանված։ Այլ կերպ հնարավոր չի լինի հանրային տրանսպորտի աշխատանքը դարձնել արդյունավետ։ Ուրիշ հարց է, թե որտեղ են կայանելու տվյալ հատվածում աշխատողների մեքենաները։ Տրոստավելի փողոցը որ նայես, ինքը ամբողջությամբ երկու կողմանի համ երկու անգամ Լենա Աբովյանից, երկու կողմանի ենք, հա, բայց երկու կողմը կայանալ արգելված է։ Բոլոր մեքենաները դեպի բակ են կայանում ու բոլոր բակերում էլ այնտեղ արգելած ինչ որ արգելապահ չկա, հա, որտեղ ոչ մեկի թույլ չեն տվել։ Այս մեր այս փողոցները, որ կան, այս բակային փողոցները, այն անդե տեսեք արդեն բակ մտնողը դրած է այնտեղ։ Ուղղակի փակոց ընդեն մեքենան չի կարող մտնել։ Երևանի բակերի անբաժանելի ատրիբուտներից մեկը սայտաղբյուրներից եւ զրուցարաններից բացի դարձել են ահա այսպիսի ուղեփակոցները, որոշ մարդիկ դրանց շլակ բավո են ասում։ Սրանք լուծում են հազարավոր կոնֆլիկտներ, որտեղ մարդիկ դադարում են մտնել եւ կայանել տվյալ բակերում իրենց մեքենաները, դե կենտրոնում եւ Արաբկիրում ավելի շատ։ Սակայն մյուս կողմից բավականին սրում են Երևանում կայանման խնդիրը։ Մի կողմից կարելի է հասկանալ մարդկանց, նրանք մտածում են սեփական կարիքների մասին։ Մյուս կողմից, եթե Երևանի բոլոր թաղամասերում նման ուղեփակոցներ լինեն, ամենուրեք կայանումը կդառնա իսկական գլխացավանք։ Օրինակ եվրոպական երկրներում հատուկ գծանշումներով սահմանված է, որ դու կարող ես այդ բակում կանգնես մինչև երեկոյան ժամը 6-ը, հա, 6-ից հետո պարտավոր ես այդ կայանատեղին ազատես, որտեղ ինքը այդ հատվածի բնակիչների համար է նախատեսված։ Երևանում կան ազատ տարածքներ, որոնք որևէ կերպ չեն օգտագործվում։ Այստեղ կայանումը պարզապես արգելված է եւ վերջ։ Օրինակ, Վազգեն առաջին փողոցին հարող այս տարածքը կամ Շահումյանի հրապարակը։ Գուցե տեսքից գեղեցիկ է, բայց ընդունեք, որ կարիքի դեպքում տեսքը երկրորդական է։ Վճարովի կայանատեղիներում պետքա գովազդով մեքենաներ, պրագատի մեքենաներ կամ այնպիսի մեքենաներ, որոնք ծառայություն են որոշակի մատուցում, պետքա չլինեն կարմիր գծում կայանած իր համար տեղ, այս տուրիստական մեքենաները, հա, իրենք չպետք է ստե կայանված լինեն։ Խոսք կա նաև մեքենաների հոսքը դեպի կենտրոն նվազեցնելու կարգավորումների մշակման մասին։ Տարբեր մեխանիզմներ են քննարկվում, որը կներդրվի, կարճ չէ։ Կենտրոնը բեռնաթափելու համար ինչա պետք է անել։ Ենթակառուցվածքներ են պետք ու հնարավորություններ ալտերնատիվ առաջարկել։ Օրինակ ինչ ես ասում, կենտրոն մի մտի, բա ինչ անեմ, ասում եմ մեքենա թող արի, որտեղ թողեմ մեքենան։ Աշխարհի մի շարք քաղաքներում գործնականում արդեն ապացուցվել է, որ մեքենաների մուտքի արգելքը որոշ տարածքներ տալիս է կարճաժամկետ էֆեկտ։ Երկարաժամկետ լուծումների համար երկարաժամկետ ռազմավարություն է անհրաժեշտ։ Մասնագետների կարծիքով ճակերտավոր ստորգետնյա Երևանի մասին մտածելու ժամանակն է եկել։ Ֆրանսիական հրապարակն է, թե չեմ սխալվում, այնտեղ շատ վաղուց տենց գաղափարներ էին պտտվում, որ կասկադը միացվի հյուսիսային պողոտային, հա, ասենց ընդհանուր մի ստորգետնյա ցանցով։ Այնտեղ մենք կարող ենք մի քանի մակարդակի վրա, ասենք, հարց լուծենք, հա, -1 հարկը ինքը տենց անցումային կամ ինչ-որ բուտիկների, սրճարանների։ Ստորգետնյա ցանկացած մեծ կայանատեղի մեխանիկորեն կարող է դառնալ ապաստարան պատերազմի դեպքում։ Շինարարական աշխատանքներն էլ կարելի է կազմակերպել այնպես, որ քաղաքի շարժին որևէ կերպ չխանգարեն։ Մաշտոցի պողոտայի ինչ-որ մի հատվածում լինի, մի կտոր մենք վերցնում ենք, մինչև ընդհանուր շինարարություն անելը, հիմնական հենասյուների հարցը մենք լուծենք, մեծ ծանր սյուներ ենք մխրճում հողի մեջ, մեր ուզած հարկայնությամբ, հա, իր վերևի հատվածի մակերեսը արդեն նախորոք մշակված
վերջնաշերտով բերում տեղակայում ենք միանգամից, շարունակում ենք մեր գործերը ընդերքում անել, վերևի տրաֆիկը առանց խախտելու։ Իրականում քաղաքում կան մի շարք վայրեր, որոնք նույնիսկ նման տեխնոլոգիայի կարիք չունեն։ Օրինակ, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ստորգետնյա անցումը, որը երկար տարիներ արդեն դատարկ է։ Բարեկամության ստորգետնյա անցումը։ Դրանց ներսում հնարավոր է փորման աշխատանքներով մի քանի հարկանի կայաններ տեղի կառուցել։ -1 հարկը հանրային տարածք, -2, -3, -4 հարկերով, որտեղ որ մոտ 500-600 մեքենայի պարկինգի հարց է լուծվում։ Նման նախագիծ ժամանակին քննարկվում էր Շահումյանի հրապարակի տարածքի համար։ 10-15 տարի առաջ, սակայն, այդ նախագիծն ընթացք չստացավ։ Մի պարզ պատճառով։ Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները չէին պատկերացնում, որ քաղաքում ավտոկայանատեղի չլինելը մի օր կդառնա սուր խնդիր։ -1 հարկի կոմերցիոն տարածք ես ուզում գնես, օրինակ պրոսպեկտում, հա, Մաշտոցի պողոտական շատ կենտրոնական մասերում։ Իրանց գինը կգերազանցի $4-5,000, որպես առաջին հարկին հարող գից տարածք կոմերցիոն։ Այսինքն մենք մի քառակուսին դեղ վաճառելով, հա, կարողանում ենք 10 քառակուսի կառուցենք։ 300-ից մոտավորապես $500 շրջանակներում, հա, 1 քառակուսի մետր նման կառույցները իրանց ինժեներական մասերով։ Պետությունն ունի հազար ու մի այլ խնդիր։ Ներդրումներ կատարել այս ոլորտում դժվար թե կարողանա, կմտածեն շատերը եւ ճիշտ էլ կանեն։ Մեծ հաշվով, այստեղ պետության դերը խնդրի ձևակերպումն է եւ դրա լուծման համար մասնավորին ներգրավելը։ Ենթադրենք, ասենք 49 տարով ես ինչ ֆիրմային հատկացնում ես։ Տենդեր ես հայտարարում։ Բիզնեսմենը գալիս է ներդրում անում, շինությունները կառուցում է իր ենթակառուցվածքներով, գնա հետը կիսովի արա։ Ներգրավում ես հատուկ շինարարական կամպանիաների, կարող իրանք միջազգային լինեն, հա, օրինակ չինական ինչ-որ կամպանիա է, որը արդեն փորձ ունի նման պրոյեկտներ իրականացրել է շատ կարճ ժամանակներում, կամ ասենք կոմբինացված, հա, տեղական մեր կազմակերպությունները արտասահմանյան։ Պարզ է մի բան, այս խնդիրն ինքն իրեն չի լուծվելու։ Մարդիկ շարունակելու են ներկրել մեքենաներ, որոնց մի մասը շահագործվելու է հենց մայրաքաղաքում։ Հետևաբար, դրանց կայանման համար նորանոր տարածքներ են անհրաժեշտ լինելու։ Դրանից էլ հետևում է, որ ներկայի կիսամիջոցներով հարցը չի լուծվելու։ Հակառակը, պատճառված անհարմարությունները հավելյալ դժգոհությունների պատճառ են դառնալու օր-օրի ավելի սերելով խնդիրը։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկում։